պարոն Էմանուել Մակրոն, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս առիթի համար եւ շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ վերջին տարիների ընթացքում, եթե կարող ենք ասել, Երևանյան երկխոսություն համաժողովի գոյության ընթացքում։ Տեղի է ունեցել շատ կարևոր եւ էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունը այն նույն տեղում է, որտեղ եւ եղել է նախկինում։ Հենց սրանում է ամբողջ իմաստը եւ նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում, մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ես ճշգրիտ ձեզ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումը աշխարհագրական դիրքի մասին, որը իդեպ տարածված էր թե մեզանում, թե մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ։ Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ եւ խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետեւ գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն եւ հետեւաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Եվ թերևս այս ընկալումներ, որը իմիջիայլոց, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել եւ մտածել, այս ընկալումներ, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր եւ աշխարհի մասին։ Այսօր եւ ես կարող եմ դա արձանագրել, տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն։ Այն իմաստով, որ հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կարող է երևալ այս քարտեզից, Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելքը արևմուտքին եւ հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար եւ նոր պատկեր Հայաստանի Հանրապետության նրա վիճակի եւ նրա պոտենցիալի։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին եւ հենց այս դիտանկյան վրա կառուցել Հայաստանի Հանրապետության ռազմավարությունները։ Այդ ռազմավարությունները նկարագրելու համար է, որ մենք որդեգրել ենք եւ իրականացնում ենք երկու իրարից բխող եւ փոխկապակցված նախագծեր։ Դրանցից առաջինը, որ ես առիթ եմ ունեցել ներկայացնել, խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ երկրորդը, որի մասին համոզված եմ գիտեք, TRIP նախագիծն է, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Թրամփի ուղի միջազգային հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը առաջին հերթին մեր ընկալումներով երկաթուղային կապի վերականգնում է արևելքի եւ արևմուտքի միջեւ եւ իհարկե երբ խոսք է գնում երկաթուղու մասին, երկաթուղին առաջին հերթին ինքը որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում աշխարհագրական, ռելիեֆային եւ ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի եւ դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով մենք պատկերացնում ենք արևելքը արևմուտքի հետ կապելու գործընթացը եւ այդպես շարունակ։ Բայց երկաթուղին TRIP նախագծի միակ ուղղությունը չէ,
ուզում եմ ընդգծել, որ տրիպ նախագծի շրջանակներում եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր, նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չի, որ անցնեն իմ նշած երթուղով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կապված ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել։ Եվ հիմա մենք կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է հենց մի նախադասության մեջ։ Ընդհանրապես շատ է խոսվում երկրների ներդրումային հետաքրքրության մասին, բայց այս վերջին շրջանի քննարկումների արդյունքում ես արձանագրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գտնվում է մի աշխարհագրական դիրքում եւ իհարկե այդ ամենը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ որ Հայաստանի ներդրումային միջավայրը եւ Հայաստանի ներդրումային կարգավիճակը էականորեն փոխվում է։ Եվ այդ կարգավիճակը փոխվում է հետեւյալով։ Եվ կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային բրենդը, եւ այդ նախադասությունը հետեւյալն է. ամենակարճ ճանապարհը արևելքի եւ արևմուտքի միջև, որովհետեւ հիմա ժամանակակից աշխարհում խնդիրը, ինչպես գիտեք, ոչ միայն ապրանքների, ծառայությունների հոսքի ապահովությունն է, այլև այդ տեղափոխման տրանսպորտի արագությունը, իսկ ամենակարճ ճանապարհ նշանակում է ամենաարագ ճանապարհ, եւ մեր խնդիրն է ամենաէժան ճանապարհ եւ ամենաարդյունավետ ճանապարհ, որովհետեւ հիմա նաեւ այս արձանագրումը մենք պետք է անենք, ընկերությունները մրցակցում են այդ թվում ապրանքները մատակարարելու արագությունների վրա եւ նա ով ամենաարագն է, դերևս նաեւ ամենահաջողակն է, չնայած արագությունը հաջողության միակ գրավականը չէ։ Եվ մեր խնդիրն է իրացնել մեր պոտենցիալը։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մեր իրականության մեջ էական եւ շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետեւ օրինակ, մասնավորապես ընդամենը տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մասին խոսելով ասվում էր, կարելի էր ասվել, եւ դա մեր ընդհանուր ընկալումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը օրինակ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, եւ դա ճշմարտություն էր, եւ այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները էներգետիկ եւ մնացած առումներով, բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել Հայաստանի Հանրապետության պարամետրերում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ որ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը փոխվել։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել եւ տրանսֆորմացնել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի։ Ոչ, ես ոչ մի գաղտնիք բան չեմ պահում, Հայաստանում նավթի եւ գազի հանքեր չեն հայտնաբերվել եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով։ Եվ մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով։ Իհարկե ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության շուրջ շատ մեծ ընդհանրապես ոչ մի աշխարհագրական եւ ռեսուրսային փոփոխություն տեղի չի ունեցել, բայց մի բան իհարկե էականորեն փոխվել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը
ապրում է խաղաղության պայմաններում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Եվ սա է շրջադարձային կետը, որովհետեւ ինչու նախկինում մենք չենք նկատում, որ մենք ունենք հոյակապ աշխարհագրական դիրք։ Խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր եւ մենք չենք կարող նկատել այն, ինչ որ ակնհայտորեն դրված է մեր աչքի առաջ։ Եվ ուզում եմ սա ընդգծելով կրկին իմ գնահատանքի խոսքերը ասել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, ում դերակատարումը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է, որովհետև այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին մենք խոսում ենք այսօր, ի վերջո արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ էության ճանաչել են Ալմանթայի հռչակագրի հիման վրա, փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ համաձայնվելով, որ Ալմանթայի հռչակագիրը կդրվի երկու երկրների սահմանազատման հիմքում։ Սա շրջադարձային կետ է եւ այս շրջադարձային կետում նախագահ Մակրոնի անձնական ներդրումը դժվար է պարզապես գերագնահատել։ Եվ հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, իմ եզրակացությունը այս ամեն ինչից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության օրինակով, հետևյալն է, որ թվում է, թե ֆիզիկական կամ տեսանելի կամ աչքի առաջ գտնվող կամ կոնկրետ պարամետրեր ունեցող հանգամանքների փոփոխությամբ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ փոփոխությունների, քան ի սկզբանե կարող ենք մտածել։ Եվ այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, որովհետև այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ է ներդրումների համար, այսօր իմիջիայլոց Եվրոպական միությունը ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն եւ միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումները իրականացնելու եւ այդ ներդրումները արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետեւաբար մեր օրինակը կարծում եմ շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրը առանց նոր հանքեր բացահայտելու կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը ըստ էության առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման եւ անվտանգության համար, որովհետեւ այստեղ կարեւոր է շատ նաեւ անվտանգության գործոնը, այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք եւ որի մասին ես խոսում եմ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում անվտանգության հուսալի գործոն է, որովհետեւ երբ որ մենք կդառնանք
Եվ մենք այսօր արդեն դառնում ենք այդպիսի երկիր, որը իր տարածաշրջանում, իր միջավայրում, իր հարևանության հետ, որովհետև սա էլ է շատ կարևոր, որովհետև ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք, ամենակարճ ճանապարհը, այդ նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, որովհետև չի կարող արևելք եւ արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։ Եվ հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք ինչպես եւ ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն եւ ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, որովհետեւ սահման այնուամենայնիվ ունի բաժանարար հատկություն, բաժանում է երկրները իրարից, բայց մենք տեսնում ենք սահմանները այդ թվում միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ իրավազորությունը հարգելով այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար։ Եվ խաղաղությունը կդառնա այն հիմնական երաշխիքը, որը ապահովում է եւ այդպես էլ կա, ապահովում է ներդրումներ, ապահովում է եկամուտներ, ապահովում է կայունություն եւ խաղաղությունը դառնում է ինքնավերարտադրման գործիք, որովհետեւ խաղաղությունը միշտ լիցքավորվելու անհրաժեշտություն ունի։ Եվ սա ըստ էության մի շրջագիծ է, երբ որ խաղաղությունը բերում է բարեկեցություն, բարեկեցությունը խաղաղություն, խաղաղությունը ավելի մեծ բարեկեցություն, ավելի մեծ բարեկեցությունը ավելի մեծ խաղաղություն, ավելի հուսալի խաղաղություն, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ոչ մի կասկած չկա, որ մենք գնում ենք այդ ճանապարհով, եւ դա հուսալի ճանապարհ է, եւ դա մի ճանապարհ է, որը մեզ օգնում է, որպեսզի մենք հուսահատ աշխարհագրական դիրքից տեղափոխվենք դեպի հուսալի աշխարհագրական դիրք, աննպաստ աշխարհագրական դիրքից շարժվենք դեպի նպաստավոր աշխարհագրական դիրք եւ միջազգային ու տարածաշրջանային մեկուսացումից տեղափոխվենք դեպի միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրացիա եւ համագործակցություն։ Եվ ես ուզում եմ հենց այս ուղերձով ավարտել իմ ելույթը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով։ Շնորհակալ եմ շատ։